Ողջույն սիրելի հետևորդներ։ Երբ կյանքում փորձություններ են գալիս, մարդու ներսում մի հարց է ծնվում. Եթե Աստված ինձ սիրում է, ինչու եմ ես այս ամենի միջով անցնում։ Շատերը հենց այստեղ են կոտրվում, շատերը հենց այստեղ են հեռանում Աստծուց։ Բայց այսօր Աստված տալիս է մի պատասխան, որը փոխում է փորձությունների իմաստը։ Այս խոսքերը կարդում ենք Պետրոս առաքյալի առաջին ընդհանրական նամակի առաջին գլխում։ Սա հույսի, ուրախության եւ հաղթանակի խոսք է անգամ փորձությունների մեջ։ Օրհնյալ է Աստված եւ մեր Հայրը Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար։ Ծնեց անեղծ եւ անարատ ու անթառամ ժառանգության համար եւ ապահովված է երկնքում ձեզ համար, որ Աստծո զորությամբ պահված էիք հավատով փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամանակներում։ Ուրախանում եւ ցնծում ենք դրանով, որ այժմ դեպքերի բերումով զանազան փորձությունների պատճառով փոքր-ինչ տրտմած եք, որպեսզի հավատի ձեր փորձը, որ առավել արժեքավոր է, քան կորստյան ենթակա եւ կրակով փորձված ոսկին, դառնա գովքի, փառքի եւ պատվի առարկա Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ, որին չեք տեսել, բայց սիրում եք, եւ որին այժմ էլ չեք տեսնում, բայց հավատում եք նրան, եւ ուրախ եք անպատմելի ու փառավոր խնդությամբ, ձեռք բերելով ձեր հավատի պսակումը, հոգիների փրկությունը։ Ամեն։ Պետրոս առաքյալը սկսում է փառաբանությամբ. Աստված մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար։ Սա նշանակում է, մեր հույսը մեռած չէ, այն կենդանի է։ Եվ այդ հույսը հիմնված է Հիսուս Քրիստոսի հարության վրա։ Սիրելի հավատավոր հետևորդ, քո հավատքը պարզապես հավատ չէ, դա կենդանի հույս է։ Ամեն օր հիշեցրու քեզ, քո հույսը գալիս է Քրիստոսից, ոչ թե իրավիճակներից։ Առաքյալը խոսում է մի ժառանգության մասին, անապական, անարատ, չթառամող։ Սա այն է, ինչ Աստված պատրաստել է քեզ համար։ Աշխարհում ամեն ինչ անցողիկ է, բայց այն, ինչ Աստված տալիս է, մնում է հավիտյան։ Մի կապիր քո սիրտը միայն անցողիկ բաների հետ։ Առաքյալն ասում է, դու պահվում ես Աստծո զորությամբ։ Սա շատ կարևոր ճշմարտություն է։ Դու միայնակ չես քո պայքարում։ Սիրելի հավատավոր հետևորդներ, երբ քեզ թույլ ես զգում, հիշիր, Աստված քեզ պահում է։ Մի ապավնիր միայն քո ուժերին, վստահիր Աստծո զորությանը։ Պետրոս առաքյալը չի թաքցնում իրականությունը։ Լինում են փորձություններ, լինում է ցավ, բայց հետո ասում է. այս փորձությունները փորձում են քո հավատը ինչպես կրակը ոսկին։ Փորձությունները պատիժ չեն, դրանք կարող են դառնալ մաքրում եւ զորացում։ Երբ փորձություն կա, մի հարցրու միայն ինչու, հարցրու նաեւ Աստված ինչ է ձևավորում իմ մեջ։ Առաքյալն ասում է, դուք չեք տեսել Քրիստոսին, բայց սիրում եք, չեք տեսնում, բայց հավատում եք։ Սա իսկական հավատի նկարագրություն է։ Հավատքը միշտ չէ, որ հիմնված է տեսանելիների վրա։ Այն վստահությունն է անտեսանելիի հանդեպ։ Սովորիր վստահել Աստծուն նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ պարզ չէ։ Վերջում առաքյալն ասում է, հավատի նպատակը հոգու փրկությունն է։ Սա վերջնական նպատակն է։ Կյանքը միայն այս աշխարհը չէ, այն ունի հավիտենական նպատակ։ Այս հատվածը տալիս է շատ կարևոր հիմք։ Քո հույսը կենդանի է Քրիստոսի մեջ։ Քեզ սպասվում է հավիտենական ժառանգություն։ Աստված քեզ պահում է։ Փորձությունները կարող են զորացնել քո հավատքը։ Ճշմարիտ հավատքը վստահում է անգամ առանց տեսնելու։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե այսօր փորձությունների մեջ եք, լսեք այս խոսքը. ձեր հավատքը կորսված չէ, այն ձևավորվում է։ Եթե կա ցավ, դա կարող է դառնալ զորություն։ Եթե հարցեր կան, Աստված դեռ գործում է, այսօր մի հանձնվեք։ Մի կորցրեք հույսը, ձեր հավատքը ավելի արժեքավոր է, քան ոսկին։ Ձեր ապագան ապահով է Աստծո ձեռքերում, եւ ձեր վերջը փրկությունն է։ Քայլեք հավատքով, ուրախացեք նույնիսկ փորձությունների մեջ եւ վստահեք, որ Աստված
ձեզ առաջնորդում է դեպի հաղթանակ։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել, մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին և տարածել այս տեսանյութը, որպեսզի Աստծո խոսքը ավելի շատ քրիստոնյաների հասանելի լինի։